Առաջին հայացքից նա փխրուն է եւ անպաշտպան, սակայն այդ ճանապակե կերպարի ետևում թաքնված է շատ ուժեղ անհատականություն, կյանքի որևէ տեսակի դժվարություն չստիպեց նրան կորցնել հավատը, իմ հյուրն այսօր Քրիստինե Պեպելյանը։ Բարի երեկո Քրիստինե, շնորհակալ եմ, որ սպիտակ եկել ես սպիտակ անկյուն։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ հրավերի համար, շատ մեծ սիրով եմ եկել։ Գիտեմ, գնանք ետ ճամփորդենք։ Դու ավարտել ես երաժշտական դպրոց Ջութակի բաժին։ Ինձ թվում է եւ քո էմոցիոնալությամբ, քո տեսակով եւ քո կեցվածքով ընդհանրություններ գտել ես այդ գործիքի հետ։ Դե ես այդ ժամանակ դժվար թե կողմնորոշվեի ինչ էր ինձ պետք, ինչ լավ կլիներ ինձ համար, բայց մի բան պարզ էր, ես շատ երաժշտական երեխա եմ եղել, ես անընդհատ երգում էի, երաժշտություն շատ էի սիրում, կարծում եմ, որ այդ տարիքում շատ չեմ տարբերվել երեխաներից, որովհետև բոլոր փոքրիկներն էլ սիրում են երաժշտություն։ Բայց ստացվեց այնպես, որ մայրիկս նպատակահարմար գտավ, որ ես պիտի մի քիչ ավելի խորանամ երաժշտության մեջ։ Ինձ տարավ Սպենդիարվի անվան երաժշտական դպրոց, որտեղ ես էլ եմ ավարտել Ջութակի բաժինը։ Այ ու հենց այդպես ստացվեց իմ արդեն այդ երաժշտական սկիզբը ճանապարհը, որովհետև իրականում մենք գնացինք դաշնամուրային դասարան ընդունվելու համար, հետո պարզվեց, որ այն բալիկները, ովքեր ունեն շատ ավելի լավ լսողություն, կարող են լարային գործիքներին տիրապետել, ու այդպես եղավ առաջարկ, որ ինձ տեղափոխեն Ջութակի դասարան, քանի որ ասում էին, որ մի փոքր ավելի լավ է լսողությունը, եւ ես այդպես հայտնվեցի Ջութակի դասարանում։ Որն է քո մանկության այն ամենապայծառ, ամենալուսավոր հուշը, որ երբեմն հետ ես բերում հիշողությանդ մեջ, որ ապրեցնի, որ… Ես կարծում եմ, որ լավ հիշողություններ շատ են եղել, թանկ հիշողություններ կան մանկությունից կապված։ Իմ մանկության ամբողջ հուշերը ու հիշողությունները մի հոգու հետ է կապված, այդ իմ մայրն է։ Մենք միասին մեծացել ենք, ես այսպես կարող եմ ասել, մենք միասին մեծացանք, հիշողությունները այնքան շատ են, ես շատ լավ հիշում եմ ուրախություն իմ առաջին հեծանիվի ժամանակ, երբ որ ես առաջին անգամ կյանքում հեծանիվ ունեցա, ու հիմա երբ որ տեսնում եմ, որ ծնողները, ասենք փողոցում ինչ-որ մեկին տեսնում եմ մի մեծ տարիքով մեկինով հեծանիվ է տանում, ես պատկերացնում թե այդ տանը ինչ ուրախություն է տորը լինելու, որ ինչ-որ մեկը պիտի հրճվանք ապրի այնպես, ինչպես որ ես առաջին անգամ իմ հեծանիվը տեսնելուց ուրախացա։ Շատ են, ես առասարակ ուրախ երեխա եմ եղել շատ։ Եվ ամեն ինչ իմ շուրջը փորձել եմ այդպես տոնի վերածել։ Ինձ թվում է, որ մայրիկս շատ հիշողություններ կունենա կապված իմ մանկությունից։ Ինձ մոտ միշտ այնպիսի տպավորություն եղել, որ այդ մանուկը ու այդ տոնը միշտ քեզ հետ է։ Շատ հույսով եմ, որ այդպես է։ Մայրիկ երգը հիթ դարձավ եւ կարծում եմ, որ վստահ եմ, որ դա ձոներ առաջին հերթին քո մայրիկին, բայց հիթ դարձավ, որովհետեւ ձոներ մայրիկիդ։ Այս երգի սերը ուրիշ սեր է։ Ճիշտ ասած, մայրիկի մասին ոչ միայն երգելուց է ինձ մոտ սենց էմոցիոնալ առումով շատ բաներ փոխվում, այլ նաև այդ մասին խոսելուց անգամ, որտեվ ես հիշում եմ ամեն վայրկյանը, երբ որ ես պատրաստվում էի այդ երգին, երբ որ մամաս չգիտեր, որ ես իր համար պիտի երգեմ ու ես իր ծնունդին էի պատրաստվում։ Ու այդ իմ էմոցիոնալ ապրումները, որ ես մտածում եմ, այ ոնց պիտի լինի, արդյոք ինքը կսիրի, ու այն շատ մարդիկ, ովքեր ասում էին, որ սա հերթական երգն է լինելու մոր մասին, ու չեմ կարծում, որ սա այն թեման է, որի մասին արժի երգել։ Ես չէի ուզում հավատալ դրան։ Ես մի բան գիտեի, որ սա իմ ամենալավ երգը պիտի լինի, որտեղ ես մամայիս համար եմ երգելու։ Ու չի կարող լինի մի երգ, որը լինելու է առավել լավը, որովհետև չես կարող երգել մոր մասին ու դա չլինի լավ երգ։ Ես շատ էի հավատում դրան։ Երևի չես էլ կարող չհուզվել ամեն անգամ։ Ես չեմ սովորել դեռ։ Ես դեռ չեմ կարողացել այնքան ադապտացվեմ այդ երգի հետ, որ այդ երգի մասին ուղղակի անցնեմ այդ երգի կողքով կամ խոսամ ոնց որ իմ շատ երգերը սիրուն, սիրված, հետաքրքիր միգուցե, բայց մայրիկը նշաձող էր իմ կյանքում։ Այդ մեծ նշաձող էր ու մեծ առաջադրանք, որ ես իմ առաջ դրեցի։ Նաև տեսահոլովակի իմաստով դա մեծ առաջադրանք էր, կարծում եմ, որ դրեցիր քո առջև եւ նաև դու միշտ զբաղվում ես բարեգործությամբ։ Ինչն էր, որ քեզ ասեց, որ դու պիտի դա անես։
Գիտեք, միգուցե ես շատ դեպքերում միգուցե բարեգործությունը մի քիչ ավելի այսպես մասշտաբային է հնչում, ավելի մեծ է հնչում։ Շփումը նույնպես այն մարդկանց հետ ովքեր ունեն բարեգործություն չլինի, բարեհոգություն լինի։ Որովհետև բարեգործությունը մի քիչ ավելի մասշտաբային եմ ես պատկերացնում։ Ես երանի որ գա մի օր, որ ես կարողանամ մեծ բարեգործություններով զբաղվել։ Ես շատ կուզեմ, որ այդ օրը գա։ Բայց սրանք ես չեմ կարծում բարեգործություն ու չեմ կարծում շատ մեծ մի բան, որը մարդը պիտի անի։ Ես կարծում եմ այն մարդիկ, ովքեր աշխատում են ժողովրդի հետ, հասարակության համար, արտիստները, ես մեր անունից կարող եմ խոսել ու հատկապես իմ։ Ես կարծում եմ, որ լինել մարդկանց մի մասը դա մեր պարտականություններից մեկն է կազմում, մենք պարտավոր ենք լինել իրանցից մեկը, որովհետև չկա ուղղակի այլ տարբերակ, դու չես կարող դուրս գալ ժողովրդից, կանգնել նրա առաջ, լինել նրանցը ու միևնույն ժամանակ չլինել։ Որովհետև հենց նրանք են մեզ ստեղծում և կերտում։ Շատ պարզ, ուրիշ ոչ մի պատասխան չկա դրա համար։ Եթե դու դուրս ես եկել մարդկանց շարքերից և որոշել ես, որ դու ասելիք ունես իրենց, ու մարդիկ ովքեր գալիս են, ովքեր կողքիդ են, ովքեր հավատում են քեզ, սափարում են, և նրանց շնորհիվ քո անունն ու ազգանունը տեղերով փոխվում են։ Երբևէ Պեպելյան Քրիստինեն վերածում է Քրիստինե Պեպելյանի։ Այդ տեղափոխությունից շատ բան է փոխվում մարդու կյանքում։ Ու դու չես կարող ուղղակի այդպես միանշանակ ընդունել ամեն ինչ, որ այդպես էլ պիտի լիներ։ Ես դարձա և ամեն ինչ շատ հեշտ էր ու շատ ընդունելի։ Ես կարծում եմ, որ չկա որևէ արտառոց բան, երբ արտիստը, ճանաչված մեկը, պարտավոր է լինել մարդկանց կողքին, ովքեր ունեն իր կարիքը, որովհետև մենք էլ իրենց կարիքը ունենք։ Այո, միանշանակ։ Դու նաև քո ընկերների կողքին ես, դու ունես շատ ընկերներ, դու շատ ընկերասեր ես, քո տեսակով էլ, որոնք են այն հատկանիշները, որով պիտի օժտված լինի քո ընկերը։ Ազնվությունը։ Ես ազնիվ մարդկանց եմ սիրում։ Ես սիրում եմ առասարակ ազնիվ տեսակներին։ Բացարձակ կարևոր չի, թե ինչով կզբաղվի մասնագիտությամբ իմ ընկերը, ինչ կունենա, ինչ աշխատանք, ինչ պաշտոն, ինչ գործ, կամ ընդհանրապես չի ունենա, բացարձակ ոչ մի բան չի կարող փոխել, որ ես սիրեմ մարդուն ու ընդունեմ իրեն։ Բացարձակ, ինձ համար չկան պայմաններ։ Եվ որևէ անգամ որևէ մեկը չի կարող օրինակ իմ ուշադրությունը գրավել իր, չգիտեմ, ասենք, աշխատանքով կամ անունով կամ որևէ բան ունենալով։ Ընկերը ընկեր պիտի լինի։ Ինձ համար բացարձակ չկան այդ տեսակարժեքներ, ինձ համար կա մարդ։ Իմ ընկերները այն մարդիկ են, ովքեր ազնիվ են ինձ հետ, ովքեր հումորով են։ Ես սիրում եմ հումորով մարդկանց, շատ եմ սիրում։ Եվ դա հայելու արտացոլանքի է նման, դու էլ ես այդպիսին։ Ինձ թվում, ես ուզում եմ այդպիսին լինեմ, ես հույս ունեմ, որ ես այդպիսին եմ։ Ինձ թվում է, որ ես լավ ընկեր եմ, չգիտեմ, երևի իրենք կասեն այդ մասին։ Մի երգ, որը ևս դիպավ շատ շատերիս սրտին։ Իմ ընկեր, դու ասացիր, որ հավատացել ես այդ երգին։ Որն էր այդ հավատը։ Եվ երբ որ երգում ես այդ երգը, ով է գալիս մտքիդ առաջի։ Թութուշը։ Առասարակ մեր ընկերները, որոնց որ մենք կորցրեցինք շատ անժամանակ, անտեղին, անսպասելի, Մարկը, Վարդուհին Վարդանյան, ու էլի շատ հարազատ լավ ընկերներ, որոնք որ գնացին։ Ես ամեն անգամ այս երգը երգելիս իմ մտքի մեջ Վարդուհուն եմ երգում։ Չեմ մոռանում մյուսներին նաև։ Բայց ես երգը, չգիտեմ, իմ սիրտը իր համար է երգում։ Դու վերապրում ես ամեն մի երգդ, դու անցկացնում ես այն քո հոգու սրտի միջով, մտքիդ միջով ու չես դատարկվում հետո։ Իրականում մենակ երգերով չի, ես առասարակ որևէ մեկի պատմությունը կարող եմ վերապրել ու անցկացնել իմ մեջով ու ապրումներ ունենալ դրա համար, ոչ պարտադիր չի, որ այդ երգ լինի։ Բայց երաժշտությունը իհարկե գալիս է մի շրջան, առասարակ տպավորությունը այնպիսին է, որ ամեն ինչ շատ հեշտ է, շատ վարդագույն, շատ ուրախ, այդպես բեմը, լույսերն անջատվեցին ու մնացին էմոցիաները արտիստին, ու ոչ մեկ չգիտի, թե ինչ էմոցիաներ կարող է ունենալ։ Մարդը, ով հայտնվեց կուլիսներից այն կողմ։
Եվ մինչև այդ ինչ էմոցիաներ ունի։ Որովհետև բեմում մարդիկ տեսնում են այն արտիստին, ում սիրում են, ով գունավոր է, ով պայծառ, իրենց սիրած արտիստին են տեսնում։ Բայց երբ որ իջնում է վարակույրները, որպես մարդ դու շատ էմոցիաներ կարող ես ունենալ, ու այդ էմոցիաները միայն քոնը կարող են լինել։ Շատ մարդիկ կարող են անգամ չպատկերացնել, թե ինչ հոգեվիճակում կարող է լինել արտիստը բեմ դուրս գալուց առաջ։ Ու միգուցե իրենց հետաքրքիրել չի այդ ու պարտավորել չեն իմանալ, որովհետև իրենք եկել են տեսնելու քեզ, այն մեկին ում գիտեն։ Բայց համերգներից հետո լինում են համերգներ, որոնք դժվար են տրվում։ Շատ։ Լինում են համերգներ, երբ համերգից հետո իսկապես սպառված ես, էլ բան չկա ասելու։ Պետք է մի ժամ, 2 ժամ որևէ բան չխոսաս, որովհետև ուղղակի ասելիք չկա։ Լինում են հանդիսատեսներ, որոնց հետ հեշտ է աշխատել, կան մարդիկ, ում հետ դժվար է։ Լինում է, երբ արցունքները կոկորտիդ մեջ կանգնած են։ Շատ են լինում։ Կապ ունի, թե ինչ հանդիսատեսի հետ ես աշխատում այդ օրը։ Կա հանդիսատես, որը քեզ կարող է անսահման անկեղծության հասցնել, որը կարող է քեզ ստիպել ժպտալ, արտասվել, հուզվել, պատմել։ Հանդիսատեսը շատ լավ է տեսնում ճիշտն ու սխալը։ Իրենք շատ լավ գիտեն։ Դու անկեղծանում ես երգերիդ միջոցով։ Չես վախենում, որ այդ անկեղծությունդ քեզ ավելի խոցելի է դարձնում։ Բացարձակ։ Որովհետև միայն երգերի միջոցով չի, որ մարդը անկեղծանում է։ Մարդը անկեղծանում է երգերը երգելուց հետո էլ։ Մարդը կամ լինում է իր տեսակով այդպեսին, կամ չի լինում, այնպես որ երաժշտությունը այստեղ բոլորովին կապ չունի։ Եթե դու այն ես ինչ որ կաս, ու ոչ այն, որին հորինել ես քեզ համար, որ դու պիտի լինես այդպիսինը, ուրեմն չկա վախ այստեղ, որ երգելուց հետո ինչ որ մի բան կփոխվի կամ ընթացքում։ Բացարձակ։ Դու շնորհակալ մարդ ես եւ կարծում եմ, որ դա էլ բերեց նրան, որ վերնագրեցիր քո վերջին համերգը, քո երգի անվամբ շնորհակալ եմ։ Ում ես շնորհակալ եւ ինչի համար։ Նրանց, ովքեր բարի են եղել, կողքիդ են եղել, թե նրանց, ովքեր կոտրել են նաեւ։ Շնորհակալ լինելու առիթներ ես Փառք Աստծո որ շատ ունեմ։ Շատ։ Ես առասարակ լավատես մարդ եմ։ Ես փորձում եմ իմ շուրջը լավ աուրա հավաքել, պոզիտիվ, դրական, որովհետև առասարակ կարծում եմ, որ ցավոք սրտի կյանքը շատ է կարճացել։ Ու շատ բաների համար մենք չենք հասցնում, անընդհատ գնում մենք մեր հետևից ու չենք հասցնում ինչ-որ բաներ։ Ու ցավոք լինում են բաներ, երբ արդեն ուշացած ես լինում։ Դրա համար հրաշալի է, երբ կարող է քեզ համար գալ մի ժամանակ, որ դու հասկանաս, որ շնորհակալ լինելու ժամանակն է։ Ես կարծում եմ, որ դա այն շրջանն է, երբ մարդ շատ բաներ կարողանում է գիտակցել, հասկանալ ու գնահատել։ Ես շատ առիթներ ունեմ շնորհակալ լինելու։ Ամեն առումով, որևէ առումով դժգոհելու տեղ չունեմ։ Իմ կյանքում շատ կարևոր ու շատ հետաքրքիր ու շատ լավ բաներ են պատահել ինձ հետ։ Ու դա մեծ բախտավորություն է։ Ես կարծում եմ, որ ես ուրախությունների առիթ շատ ունեմ։ Իսկ չես մտածել երբևէ, որ դա ոչ թե բախտավորության հարց է, այլ շնորհակալ լինելու արդյունք։ Միգուցե հնարավոր է, որ այդպես է։ Հրաժեշտ երգը ես իմացա, որ 2 տարուց կլինի արդեն 20 տարեկան։ Չեմ հավատում։ Դուրս։ Մարինեն Գյուլումյանը իմ հյուրն էր նաև եւ ասաց, որ այդ երգը գրել է 96 թվականին դեռևս։ Եվ այդ երգը դու ընտրել ես մի անգամից, թեև ներկայացված են եղել մի քանի երգեր, ու դու ընտրել ես հենց այդ մեկը։ Էլի սիրտը ճիշտ է վկայում։ Ինչպես փոխվեց այն Քրիստինեն հրաժեշտից մինչև այսօր։ Այսինքն ոճով էլ, ամեն ինչով էլ փոխվեց, բայց էությունդ մի տեսակ ես անձամբ հասկանում եմ, որ իրականում չի փոխվել Քրիստինեն։ Եվ փոխվել է, եւ չէ։ Ես հրաժեշտը այդ երգն էլ շատ ճակատագրական էր, իմ սկիզբն էր։ Ես իմ սիրտը մի անգամից զգաց այդ երգը։ Ես շատ լավ եմ հիշում այդ օրը։ Փաստորեն ստացվում է, որ երգը ստեղծվել է ու մոտավորապես 3 տարի հետո ես վերցրել եմ այդ երգը, 2-3 տարի հետո։ Մարինան մի քիչ ավելի շուտ էր գրել, քան ես ընտրեցի, որովհետև փաստորեն ինձանից առաջ ոչ մեկ չընտրեց այդ երգը իմը պիտի լիներ։ Ինձ թվում է, որ հնարավոր է, որ ես փոխվել եմ։ Անհնար է, որ մարդը մեծանա ու որոշ բաներ չփոխվի իր մոտ։ Չի լինում այդպես, չես կարող 10-րդ դասարանում լինել նույնը, 30 տարեկանում նույնը։ Բայց էությունը։
Բայց այ հենց այդ մասին է ուզում ասել, բայց կա բնություն, որ չի փոխվում մարդու միջից։ Կան բաներ, որ մարդու հետ ծնվում են ու մարդու հետ էլ պիտի գնան։ Այդ առումներով միգուցե ես էլ եմ զգում, որ շատ բաներ կան, որոնք որ չեն փոխվում։ Իմ խառնվածքը, դու լավ գիտես, իմ խառնվածքը, իմ շարժուձևը, իմ առօրյան, իմ փոթորիկներն ու իմ էմոցիաները, որոնք որ սենց շատ կարող են տարբեր լինել իրարից։ Ես կարող եմ փոթորիկի նման աշխուժ լինել, ուրախ, այդպես շատ արագաշարժ ու միևնույն ժամանակ կարող եմ լինել սարսափելի խոցելի, զգացմունքային, լացկան, շատ էմոցիոնալ կարող եմ լինել։ Եվ դա խանգարում է միայն քեզ։ Միգուցե եւ օգնում է։ Այդ էմոցիաներն էլ են պետք մարդուն ճիշտ բալանսի մնալու համար։ Անընդհատ չես կարող լինել այդպես։ Հաճախ ես ինքդ քեզնից դժգոհում, հիասթափվում, կռիվ տալիս։ Դա ինձ թվում է իդեալական մարդիկ չկան իհարկե։ Ես էլ բացառություն չեմ, իհարկե։ Եղել է ինչ-որ մի պահ քո կյանքում, որ հասկացել ես, որ չես կարողանում երգել։ Եղել է։ Արտիստի համար դա շատ ծանր շրջան է, երբ ինքը չի կարողանում, չի ուզում երգել։ Այդ նշանակում է, որ բոլոր առումներով ինքը փակ է։ Սպառված, միգուցե եւ սպառված։ Բայց պարտադիր չի, որ դա կապված լինի, օրինակ ասենք դեպրեսիայի հետ։ Դու կարող ես ուղղակի ասելիք չունենալ այդ շրջանում։ Որևէ պատճառ չլինի դրա համար։ Պարզապես քեզ պետք լինեն նոր լիցքեր, նոր հետաքրքիր էմոցիաներ։ Օրինակ դա ճիշտ այդ շրջանն եղավ, երբ որ ես վարում էի Բարելույսը։ Քիչ էր երաժշտությունը, շատ էր եթերը։ Դա էլ իր նպաստավոր կողմն ունի, որովհետև միշտ չի, որ պիտի անես մի բան անընդհատ էմոցիա ունես տալու։ Գալիս է պահ, որ լիցքեր են պետք։ Նոր տպավորություններ, նոր էներգիաներ, նոր երգեր։ Երաժշտություն ես ուզում լսել ուղղակի։ Ուզում ես լսել, չես ուզում երգել։ Ինձ հետ այդպես է լինում։ Ես երաժշտություն լսելու պահանջ եմ ունենում։ Բայց ի ուրախություն ինձ այդ շրջանները կարճ են տևում։ Ու նոր լիցքեր, նոր էմոցիաներ լավ է, որ հաճախ եմ ունենում։ Դու փորձեցիր քեզ նաև որպես ուսուցիչ, դատավոր, չգիտեմ ինչպես ճիշտ կլինի դա ասել, մարզիչ Հայաստանի ձայնը նախագծում։ Ինձ համար դու ամենալուսավոր, ամենաադեկվատ, ամենասոլիդ մարզիչներից մեկն ես եղել։ Շնորհակալ։ Երիտասարդներին այդ փորձը փոխանակելու, տալու զգացողությունը ինչպիսին էր, այսինքն դու ի վերջո ինքդ լինելով երիտասարդ եկել ես միտեղ ես հասել, որ արդեն դու կարող ես տալ մի բան եւ օգնել եւ փառք Աստծո ի ուրախություն ինձ եւ կարծում շատ շատերի հաղթեց մարդը։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Հետաքրքիր մեկնաբանություն էր։ Նախագծում նախ ուզում եմ ասել, որ իրականում, եթե պարզ ենք այսօր խոսում ու անկեղծ, ես շատ մեծ դժվարությամբ եմ համաձայնվել նախագծին մասնակցել Հայաստանի ձայնին։ Ես շատ երկար ժամանակ չէի համաձայնվում գնալ պրոյեկտին եւ առասարակ չէի ուզում լինել դրա մի մասը, որովհետեւ դա շատ մեծ պատասխանատվություն էր ինձ համար։ Լինել միտեղ, որտեղ պիտի տաս խորհուրդներ, որտեղ պիտի լինես գնահատողի դերում, որտեղ շատ բաներ պիտի որոշես։ Ես դա ամենայն լրջությամբ էի մոտենում դրան ու ինձ համար դա շատ մեծ պատասխանատու քայլ էր ու ոչ թե շոու կամ պրոյեկտ, որին ուղղակի կարելի էր մասնակցել։ Ես մարդկային առումով շատ ծանր էի տանում այդ հրավերը, որովհետև ես երկար չէի համարձակվում գնալ դրան։ Ի վերջո մենք եկանք համաձայնության ու ես հայտնվեցի նախագծում։ Ու ինձ համար ամեն անգամ պատրաստվելը իսկապես շատ լուրջ էր, որովհետև ես երբեք չեմ հիշել, որ Հայաստանի ձայնը կարող է լինել ինձ համար շոու։ Երբեք, ոչ մի վայրկյան ես չեմ նայել դրան որպես շոու, եթե անգամ պետք էր, որ դա լիներ շոու։ Ես որևէ անգամ չեմ արել որևէ բան շոու ապահովելու համար ու երբևէ չեմ էլ մտածել, որ մասնակիցներն եկել են, որ շոու անեն մարդկանց համար։ Այդտեղ հավաքված են մարդիկ, ովքեր երգում են։ Ճակատագրեր։ Մարդիկ, ովքեր կամ ոգևորվում են կամ կոտրվում ու չի լինում դրա վրա շոու անել։ Ես չեմ կարծում, որ այդ ճիշտ է։
Ու հետո երբ որ արդեն հավաքվում է քո թիմը, երբ որ կողքիդ մարդիկ են, ում հետ դու դառնում ես իրենցից մեկը, ովքեր տարիքային տարբերություն իրականում շատ էլ միգուցե չունեն քեզ հետ։ Գիտեք, դա շատ հետաքրքիր ու բեղմնավոր շրջան է։ Ես իրենց ինչ որ առումով իմ փորձառությունն եմ տալիս, իրենցից շատ բան եմ սովորել։ Իսկ ինչ բացահայտեցիր քո մեջ։ Ես հերթական անգամ բացահայտեցի ինձ մեջ համբերություն։ Ես հասկացա, որ ես շատ համբերատար եմ։ Ես գիտեի այդ մասին, բայց ես ելի մի անգամ համոզվել եմ դրանում։ Ես շատ համբերատար կարող եմ լինել ու որևէ բանի, որը որ նպատակային է, որը որ պետք է, որը թանկ է, կարևոր, ես կարող եմ տարիներ սպասել դրա համար։ Հայաստանի ձայնը նախագիծը տևեց մի քանի ամիս, բայց ես իմ համբերությունը ելի մի անգամ տեսա։ Ես տեսա մեր աշխատասիրությունը, ոչ միայն իմ, այլ նաև մեր թիմի, ում հետ որ աշխատեցի ես։ Այն երեխեքի, ովքեր հավատացին ինձ ու ես իրանց։ Սա շատ կարևոր մարդկային լավ շրջան էր, լավ փուլ էր իմ կյանքում։ Շոու բիզնեսը դժվար կառուցվածք է իր տեսակով։ Բավականին։ Եվ դժվար է, երբ որ այդ տեսակի մեջ մտնում է մարդ տեսակը։ Դու ավելի շատ գնահատված ես քո գոլեգաների կողմից, թե երկրպագուների, կամ գուցե համեմատել պետք չէ, գնահատված ես դու քո գոլեգաների կողմից։ Ինձ թվում է կան մարդիկ, ովքեր ինձ գնահատում են, ովքեր սիրում են ինձ, իսկապես անկեղծ։ Քիչ չեն մարդիկ, ովքեր ինձ լավ խոսքեր են ասում, իմ գոլեգաներից, ովքեր որ տեսնում են ինձ, ու ես անկեղծ հավատում եմ այդ խոսքերին, շատ եմ հավատում, որովհետև ես չեմ հավատում, որ մարդը կարող է ասել մի բան, ինչը չի զգում, լավ խոսքեր, որը որ չի զգում։ Ինձ թվում է, որ այդ տեսակ բաները ստիպելով չեն լինում, չես կարող ասել լավ խոսքեր, եթե չի ուզում սիրտդ ասի։ Ու դրա համար եթե լինում են մարդիկ, ովքեր ինձ գովասանքի խոսքեր են ասում այս կամ այն աշխատանքի համար, ովքեր գնահատական են տալիս ինձ եւ հատկապես մեր ավակ սերունդը, շատ մարդիկ կան, ովքեր ինձ իրենց բարձր գնահատականին են արժանացրել ու ես չեմ կարող դա շնորհակալությամբ չընդունել, որ Զախարութը կարող է իմ մասին լավ խոսքեր ասել, որ Ռուբեն Մաթևոսյանը կարող է իմ մասին լավ գնահատական տալ, Ֆլորա Մարտիրոսյանը, Վլադիլեն Բալյանը, ով պատկառելի տարիքում իմ ու Ֆլորա Մարտիրոսյանի դուետը, որ երգեցինք, հեղինակներ ու ցանկություն է հայտնում, որ հենց ես պիտի երգեմ այդ երգը, սրանք գնահատականներ են, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ։ Ես չեմ կարող չուրախանալ, երբ իմ մենահամերգից հետո Սյուզան Մարգարյանն է ինձ զանգում ու գովասանքի խոսքեր ասում։ Այսինքն դրանք մարդկային բաներ են, որոնցով որ ես իհարկե հավատում եմ, որ կան մարդիկ, ովքեր գնահատում են ինձ։ Իդեպ, երբ որ նայում ես ձայնագրությունը համերգիդ, երևում է, թե Սյուզան Մարգարյանը թե մասնագետի, թե մոր նման, ինչպես է յուրաքանչյուր նոտան, յուրաքանչյուր շունչը վերցնում քեզ է։ Ու ինքը յուրաքանչյուր պահի մասին ինձ զանգեց ու հեռախոսով ասեց ամեն ինչ, ինչ որ ինքը զգացել էր։ Ինքը այդ համերգը ինձ հետ հավասար ապրել էր, ես հասկացա։ Ես իսկապես կարծում եմ, որ բոլորը չէ, իհարկե միանշանակ մարդիկ չկան ընդհանրապես աշխարհում, որ ընդունվեն կամ չէ, բայց ես հույս ունեմ, որ կան մարդիկ, որոնք գնահատում են ինձ, այնպես ինչպես ես իրենց շատ դեպքերում։ Ինչը կարող է քո այդ համբերության բաժակը լցնել։ Եվ ասես թե հերիք է։ Երևի չարաշահելը։ Ես չեմ սիրում, երբ չարաշահում են մարդուն։ Ամենատարբեր իրավիճակները մարդկային առումով ես պատրաստ եմ հասկանալու։ Երևի շատ իրավիճակներ, որ միգուցե շատերը վիճակի չեն հասկանալու, ընկալելու, ներելու, առաջ գնալու, բայց լավ չի, երբ որ մարդուն չարաշահում են։ Ինչը կարող է քեզ կաշկանդել, ստիպել, որ մտնես ինքդ քո մեջ ու Միգուցե տարօրինակ կթվա իմ ասածը, ասենք կամ միգուցե շատերը կարող են եւ ծիծաղել կամ նույնիսկ չհավատալ իմ ասածին, բայց ինձ օրինակ ասենք մի փոքր այդպես կարող է կաշկանդել չափազանց շատ գովասանքի խոսքերը, որոնք որ տպավորությունը կարծես թե գերագնահատում են ինձ։ Երբեմն ինձ այնքան լավ խոսքեր են ասում, որ ես իսկապես կարծում որ հաճախ մարդիկից գերագնահատում են իրականում, քան ես կամ ու այդքան լավ խոսքեր, երբ որ ասենք ինձ շատ լավ խոսքեր են ասում, ինչքան էլ որ տարօրինակ լինի, այդ լավ խոսքերը կարող են կաշկանդել ինձ ու ես ուղղակի չիմանամ թե ինչ ձև պիտի շարունակեմ, ինչ համարժեք խոսքեր պիտի գտնեմ ասելու համար, որ ճիշտ լինի շարունակությունը խոսակցության։ Ես չնայած շփման խնդիր երբևէ չունեմ, բայց իսկապես լինում են մարդիկ, ովքեր այնքան շռայլ են իրենց խոսքերի մեջ, ովքեր այնքան լավ խոսքեր կարող են ասել, որ հաճախ չհավատաս, որ դա քո մասին էր։ Դու միշտ ասում ես, որ պիտի ասելիք ունենաս, եւ իսկապես քո երգերը
ունեն ասելիք եւ կարծում եմ, որ քիչ երգիչներ ունենք, ովքեր իրենց սիրո պատմությունները կապում են տվյալ երգչի երգերի հետ։ Դու հենց այդ երգչուհիների դասին ես ինձ համար պատկանում եւ գուցե իմ կյանքում էլ եղել են նման դեպքեր։ Ես միշտ ասում եմ, որ Հայկոն իմ սիրո երգիչն է, միշտ չէ, բայց դու էլ ունես երգեր, որոնք գիտեմ, որ եւ հիշողություն են արտնացնում եւ ինչ որ բանի սկիզբ պիտի դառնան։ Որն է այսօր քո ասելիքը։ Ես ուրախ եմ, որ ես մեր երաժշտական իրականության մեջ կարողացա գտնել ինձ։ Իսկ ես համարում եմ, որ ես ինձ գտել եմ։ Ես գտա իմ երաժշտության տեսակը, իմ ասելիքը, ու իմ ասելիքը կյանքն է, սերը, նվիրվածությունը, մարդկայնությունը, իմ ասելիքը երևի միգուցե եւ կրկնվեմ, բայց ելի մի անգամ շնորհակալ լինելն է այս կարճ կյանքի ընթացքում։ Հրաշքներին հավատում ես դեռ։ Հնարավոր է լինեն հրաշքներ, որոնց ես հավատամ։ Միգուցե։ Սպասենք։ Միգուցե եւ լինեն հրաշքներ, որոնց հավատամ, այո, ինչու՞ չէ։ Ես քեզ հետ պատրաստ եմ խոսել անverջ։ Ես էլ քեզ հետ։ Բայց ժամանակը ցավոք սրտի թելադրում է իր կանոնները եւ ես ունեմ իմ վերջին 10 բլից հարցերը քեզ։ Իր, որը միշտ քեզ հետ է։ Չկա այդպեսի բան։ Իրադարձություն, որը հիմնովին փոխեց կյանքդ։ Մայրիկ երկը։ Նկար, որը երբևէ որևէ մեկին դարձույց չես տվել։ Երևի չկա այդպեսի նկար։ Ինչի մասին երբեք չես խոսում հանրության առջև։ Շատ թեմաներով հանրության առջև չեմ խոսի։ Որն է քո կարգախոսը։ Մտածեք իմ մասին ինչ ուզում եք, բայց իմ փոխարեն երբեք։ Ում հետ կցանկանայիր փակված մնալ վերելակի մեջ։ Ես վերելակ չեմ սիրում։ Ես խուսափում եմ վերելակներից։ Հասկանում եմ քեզ եւ շատ լավ։ Խնդրում եմ ավարտես հետեւյալ արտահայտությունը։ Կյանքն ինձ համար անիմաստ կլիներ, եթե։ Եթե մամաս իմ մաման չլիներ, ուրիշի մաման լիներ։ Եթե իմանայի, որ կյանքիդ ավարտին մնացել է 90 րոպե, ինչ կանեիր այդ ընթացքում։ Ես հուսով եմ, որ իմ հետ չի պատահելու այդ։ Ես շատ հուսով եմ, որ ինձ հետ երբեք չի պատահելու դա, որ ես իմանամ մնաց 90 րոպե։ Ոչ մեկ ինձ տեղյակ թող չպահի այդ մասին։ Խնդրում եմ։ Լավ։ Եթե ոսկե ձկնիկը հանկարծ հայտնվեր քո ձեռքերում, որը կլիներ քո առաջին ցանկությունը։ Որ հարազատ մարդիկ երկար ապրան։ Ինչ է քեզ այսօր պակասում կատարյալ երջանիկ լինելու համար։ Ոչ մի բան։ Ոչ մի բան, ես կատարյալ երջանիկ եմ։ Եվ կլինեմ ավելի երջանիկ։ Շատ մի ասա, թող չլսեմ։ Ճիշտ ես ասում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այսպիսին էր Քրիստինե Պեպելյանի Սպիտակ անկյունը։ Սպիտակ անկյունում։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք։